Ուղիղ 20 տարի առաջ այս օրերին Կիլիկիա Արագաստանավը ճախրեց Սևանի ալիքների վրա։ Այն հաջողված կրկնօրինակն էր Կիլիկյան Հայաստանի նավերի եւ մարմնավորումը հայոց դարավոր երազանքի։ Ողջույն, ես Աննա Մարտիկյանն եմ։ Մեր տաղավարում այս անգամ հյուրընկալել ենք մշակութային ծովահայի Վահան Արսրունին է մեր հյուրը։ Բարև ձեզ, պարոն Արսրունի։ Միգուցե զարմանալի թվա, թե նավի մասին խոսելու համար ինչու չենք հրավիրել նավաստիների, նավաշինարարների ու հենց մշակութային գործ չի, քանզի Կիլիկյան նավի հայտնությունը, այսպես ասած, դա մշակութային երևույթ էր։ Այսօր խոսելու ենք Կիլիկիայի մշակութային նավարկության մասին։ Կիլիկիայի վերածնունդը ինչ տվեց հայ մշակույթին։ Այս մասին քիչ ավելի ուշ նախ ծանոթանանք ռեպորտաժին։ Սևանի արտանիշի ափին խոնար հպարտությամբ կանգնած է Կիլիկիա Արագաստանավը։ Նավապետն ու նավաստիները հաճախ են այցի գնում Կիլիկիային, հիշում պատմություն կերտած արկածային օրերը։ Քննադատվել են, ասել Սևանը 3 տարվա ընթացքում ընդամենը 2 օր որ հանգիստ է եղել։ Մոտորիկների ժամանակ խոհարարը որպեսզի չընկնի, ինքը այսպես բռնվում էր ու մի ձեռով սարքում էր ճաշը։ Հետո Կարեն Բալայանը կարոտած ժպիտով բացում է իր նավապետի սենյակի դուռը։ 24 ժամ էր ընթացքում։ Ուղղակի հերթափոխը 4 ժամ էր փոխվում։ 37 տարի առաջ մի խումբ երազող երիտասարդներ համախմբվեցին ծովային հետազոտությունների Այաս ակումբում։ Որոշեցին աշխարհին ցույց տալ, թե ինչպիսի նավաշինարարներ ու նավաստիներ են եղել հայերը միջնադարում եւ ինչպիսիք են հիմա, ու սխրանքներ գործելով ապացուցեցին։ 6 տարի ուսումնասիրեցին ձեռագրեր ու մանրանկարներ Հայաստանի Մատենադարանում, Ռուսաստանի, Լոնդոնի, Վենետիկի արխիվներում ու գրադարաններում։ Հետո անտառներում ընտրեցին կաղնու եւ սոճու ծառեր, յուղով, խեժով մշակեցին ու նավը կառուցեցին։ Ճիշտ այնպես, ինչպես մեր նախնիներն էին կառուցել 900 տարի առաջ։ Երազանք է իրոք, որ այդ նավը հայկական դրոշի տակ, հայի ձեռքով սարքված նավը պիտի Բոսֆորով անցնի ու մտնի միջերկրական ծով։ 11 տարի կառուցեցին։ Պատրաստի նավը հին հունական ավանդույթի համաձայն մայրաքաղաքի կենտրոնում ժողովրդին ի ցույց դրեցին։ Հետո տեղափոխեցին Սևան։ 2002-ի մայիսի 25-ին Կիլիկիա նավն առաջին անգամ ջրարկվեց Սևանի ալիքների վրա։ 2004-ին Կիլիկիան մեծ դժվարությամբ 700 կիլոմետր ցամաքային ճանապարհ անցավ լեռներով ու ձորերով, 10 օրում հասավ Սևծով ու մեկնարկեց նավարկություն 7 ծովերով առաքելությունը։ Նավարկությունը կոչվում էր նավարկություն 7 ծովերով, բայց իրականության մեջ մենք 9 ծովերով ենք անցել։ 15000 մղոնից մի քիչ ավել, դա մոտավորապես 28000 կիլոմետր է։ Այցելեցինք 63 նավահանգիստ 25 երկրում։ Ապացուցեցինք, որ հայերը եղել են հմուտ նավաստիներ այն ժամանակ եւ հիմա ոչ պակաս նավաստիներ են։ Այսօր մնում է իրականացնել միայն ամենադյուրինը թվացող, բայց եւ տարիներ ձգձգվող թանգարանի տարածք ունենալու հարցը, որ նախագիծն ամբողջանա։ 37 տարի աշխարհի տարբեր երկրներից ցուցանմուշներ ու նյութեր են հավաքել, որոնց առյուծի բաժինը գտնվում է արտերկրում եւ Հայաստան կգան, երբ որ թանգարանի տարածքի հարցը լուծվի։ Ծովային թանգարանը մեծ ծախսեր է պահանջում, բայց դա էլ հոգ չէ, քանի որ արդեն հովանավոր ունի, ով նույնպես սպասում է տարածքին, որ հայկական ծովագնացության պատմության պահպանման ու հանրահռչակման մեջ իր լուման ունենա։ Սակայն թանգարանի ընդամենը տարածք ունենալու 16 տարվա ջանքերը դեռ արդյունք չեն տվել։ Պարոն Արսրունի, ինչպիսի երգեր են գրվել սպիտակ Արագաստանավով ալիքները ճեղքող հայոց երազանքի մասին։ Կարծում եմ երգերը դա այսպես բաղադրիչ է իհարկե ընդհանուր երևույթի, բայց ինձ միշտ հետաքրել են պատմությունները կապված եւ Այաս ակումբի եւ հատկապես Կիլիկիա նավի հետ, որոնք որ պետք է դիտարկել նախ եւ առաջ մշակութաբանական եւ քաղաքակրթական հարցության մեջ, որովհետև նման իրողությունները շոշափելի կերպով կապում են ժամանակները, կապում են դարաշրջանները եւ դարձնում են մեզ երևույթին ականատես եղածներից, դարձնում են նաեւ պատմական
որոշակի իրողությունների ականատես եւ բնականաբար այս իրավիճակը քանի որ իր էությամբ եւ պատմության հետ է կապված եւ մշակույթի եւ արվեստի տարբեր դրսեւորումներ սկսած մանրանկարչությունից եւ ընդհանուր միջև երաժշտություն եւ նաեւ պատմական շերտ կա այստեղ այսինքն այդ ամենը ստեղծում է որոշակի մթնոլորտ երևույթի շուրջ եւ բնական է որ նաեւ պետք է համախմբվեին երաժիշտները, համախմբվեին դերասանները եւ ստեղծվեր այն նյութը, ստեղծագործական նյութը, որը անմիջապես կապված է նավի երևույթի հետ։ Այս իմ երգը ծնվեց նավի հետ, այսինքն սկզբնական շրջանում դեռևս երբ այս ակումբի անդամները ընկալվում էին եւ դիտարկվում էին հասարակության կողմից որպես պարզապես խելագարներ, որովհետեւ նախորդային շրջանում բարձրաձայնել նման նպատակ միջնադարյան նավի վերականգնում եւ նավարկություն սա абսուրդների շարքից էր իսկ անկախության առաջին տարիներին եթե հիշենք այն դժվարությունները մութ եւ ցուրտ տարիների եւ զրկանքները որ գրում էր ամբողջ հայ ժողովուրդը եւ պատերազմի եւ շրջափակման պատճառով նրանց վարքագիծը շատ տարօրինակ էր դիտարկվում որովհետեւ տղաները շարունակում էին սարքել նավը եւ այն կարծես նման էին ժամանակաշրջանները հիմա այսինքն պատմության անիվը եւս մի կարճ պտույտ կատարելով կարծես նմանվում է այդ ժամանակին երբ տղաները նավը սարքում էին եւ վստահ էին որ պետք է Բոսֆորը ճեղքելով մտնեին միջերկրական ծով դուք պատկերացեք այն իրավիճակում ինչքան զարմանալի էր այս ամենը չկար լույս չկար հարմարություն ոչ մի բան չկար եւ ես հիշում եմ որ երբ որ այսինքն նավը դե բնականաբար փայտ էին այսպես մշակում եւ կուտակում որպեսզի այսինքն նավը փայտյա նավը եւ շուրջօրյա այդտեղ ուրեմն հերթապահում էին որովհետեւ լուրջ վտանգ կար որ մարդիկ պետք է գան հարձակվեն եւ պարզապես այդ փայտը օգտագործեն որպես ցախ ձմռանը տաքանալու համար այսինքն այս ամենի միջով անցնելով միաժամանակ Կարեն Բալայանը եւ իր գործընկերները կարողացան եւ պատմական շերտը եւ գիտական շերտը ապահովել եւ իհարկե հավաքել հսկայական մշակութային նյութ, որը վկայում էր երևույթի մասին եւ միջնադարում եւ իհարկե հիմքեր էր ստեղծում 20-րդ 21-րդ դարում դա 37 տարի առաջ էր երբ համախմբվել էին դուք ճանաչել եք հենց սկզբից այո Այասի կազմավորման հենց սկզբից երիտասարդ շատ մեծ ապագայի հեռանկարներով երիտասարդներ դուք վստահում եք դե մենք խելահեղ գաղափարի նույն խելագարների շարքից էինք եւ մենք անկեղծորեն հավատում էինք որ չկա նպատակ որին անհնարին է հասնել մենք հավատում էինք որ արդյունքը կլինի եւ մենք տեսնում ենք այն հետեւականությունը որով որ տղաները հասնում էին այդ նպատակին, շարժվում էին այդ նպատակին։ Քանիսն էին։ Մոտ կարծեմ տասնյակից ավել, եթե ոչ ավել, ես այսինքն այդտեղ բնականաբար տարիների ընթացքում նաև փոփոխություններ կարին որոշակի, բայց սկզբնական թիմը շատ այսինքն քիչ էին նրանք պատկերացնել որ 17 մետրանոց նավ սարքելու համար ինչ թիմ է հարկավոր, ինչ մասնագետներ են հարկավոր, չէ որ ամեն ինչ հղկվում էր ընթացքում, այսինքն հմտությունները, փայտի հետ աշխատանքը, ընդհանուր գծագրելը նավի չունենալով բնականաբար ոչ ավանդույթներ, ոչ գիտելիքներ այսինքն հղկվում էր ամեն ինչ, հղկվում էր եւ գիտելիքը, որովհետեւ Կարենը պետք է ստանար նավապետի ուրեմն այդ լիցենզիան, բնականաբար նա կրթություն է ստացել, բնականաբար նա բացծով է մտել, որպեսզի այդ ուրեմն սերտիֆիկատը ուժի մեջ մտնի եւ միջազգային նշանակություն ունենա եւ միջնադարյան Արագաստան նավ վարելն էլ բոլորովին բնավ նման չի ժամանակակից թեկուզ են մեծ նավերին, որոնք մենք տեսնում ենք, դա շատ ավելի բարդ է, շատ ավելի մեծ տեխնիկա ու հմտություն է պահանջում, քան
մեր օրյա ավելի մեծ հսկայական նավերը կարելի ասել։ Ինչի՞ եմ ես հենց շեշտը դնում քաղաքակրթական եւ մշակութաբանական հանգամանքների վրա, որովհետեւ նույնիսկ մենյուն, որը օգտագործում էին նավարկության ժամանակ, նույնիսկ սննդամթերքը օգտագործում էր հստակ գիտելիք ունենալով, այսինքն միջնադարում ինչ էին վերցնում հայնավաստիները իրենց հետ նավարկության եւ ինչպես էին մշակում սննդամթերքը եւ ինչպես էին սնվում։ Այսինքն նայեք, գրեթե բոլոր ոլորտները, սկսած կենցաղայինից, նեղ կենցաղայինից եւ մասնագիտական այն ինչ որ կապված է նավարկության հետ, ընդհանուր միջև մշակութային եւ մշակութաբանական, որովհետեւ բաց ծով դուրս գալով նրանք նույնպես վերցրել են երգերը իրենց հետ։ Զարգենք տղենք, զարգենք հասնենք մեր հույսին։ Ձեր գրած երգը ինչով է ավելի շատ տպավորում, որ կա խրոխտ շեշտադրում, զարկեք, թիակ զարկեք, կարող եք ասել թիավարել, բայց ինչու հենց զարկել։ Դե որովհետև զարկելով է, այսինքն հաղթահարումը չի կարող այսպես пассив լինել, դու պետք է անպայման ակտիվ դիրքորոշում ունենաս, այսինքն զարկելով հասնում ենք մեր հույսին եւ ես հիշում եմ, որ երբ որ նրանք նավով հասել էին Այաս նավահանգիստ, նրանք ուշ գիշերով զանգահարեցին եւ բնականաբար արթնացա, շատ զարմացա, որովհետեւ կապը գիտեք այն ժամանակ այսպես այդ միջոցները չկային եւ նրանք կապվում էին Արբանյակով, հանկարծ Կարենն է զանգում, ասում է դե հիմա լսի ու ամբողջ թիմը այդ հեռախոսով ուրեմն երգում է իմ Այասը, ասում եմ չլինի հասել եք Այասին, ասում է հա հենց էտա որ կանգնել ենք այդտեղ եւ պարտք համարեցինք անպայման նաեւ քեզ զանգահարել եմ, ինչի՞ հիմա փշախաղում եմ։ Եվ ֆանտաստիկ էր, որովհետեւ գիտեք նման խաչմերուկների վրա է կառուցվում պատմությունը։ Նայեք յուրաքանչյուր պատմական իրողություն լայն իմաստով, հա, շնչենական բաների ժամանակներից ընդհանուր միջև մեր օրերը ստեղծում է կապը ստեղծվում են միայն նրա շնորհիվ, որ այդ իրողությունները թողում են մշակութային հետքեր։ Այսինքն մշակութային հետքերով գնալով Կարենը վերականգնեց նավի արտաքին տեսքը։ Մշակութային հետքերին հետևելով նա պեղեց հսկայական գիտական գրականություն եւ հիմնավորում ստեղծեց։ Եվ բնականաբար նաեւ մշակութային լեզվով պետք է նավը ներկայացվեր եւ ստեղծագործական ոլորտներում, կերպարվեստից սկսած ընդհանուր միջև երաժշտություն։ Ես ուզում եմ մի դեպք հիշել իմ եւ Կարեն Բալայանի զրույցներից մեկից, ուրեմն անցած տարի սեպտեմբերի 21-ից 23-ը Սանկտ Պետերբուրգում ծովային ֆիլմերի փառատոն էր, հեղինակավոր միջազգային փառատոն եւ Հայաստանը առաջին անգամ մասնակցում էր արդեն 18 անգամ տեղի ունեցող կինոփառատոնին, նման փառահեղ եւ Հայաստանը ներկայանում էր Կիլիկիայի մասին ֆիլմով, Կիլիկիա Արարում, այդպես էր կոչվում եւ հայկական ֆիլմը 67 ֆիլմի մեջ ճանաչվեց լավագույնը նավաշինարարների մասին պատմող ու ինչն էր ավելի հետաքրքիր, որ շատ ավելի մեծ հսկայական նավերի նավապետեր խնդրել են հանդիպում Կարեն Բալայանի հետ, փորձել են խորհուրդներ հարցնել նավաշինարարության մասին, նավարկության մասին նման նավով ու երբ զրուցում էի, իրենք ցավով նշեցին Հովհաննեսը հատկապես Հակոբյան, որ դրսում ավելի շատ են գնահատում, քան մենք ինքներս ենք գնահատում մեր ունեցածը։ Շատ կարևոր է թե ինչպիսի հարթության եւ ինչպիսի միջավայրում ես դու ներկայացնում երևույթը։ Նայեք, դուք խոսեցիք փառատոնի մասին, որտեղ բնականաբար եւ մասնակցող ստեղծագործական կազմը եւ հանրությունը, որը հետաքրված էր այդ փառատոնով, հստակ գիտելիքներ ունեն եւ քաղաքակրթական առումով պատրաստված են երևույթը ընկալելու։
համար, այսինքն Եվ ծովային գերտերությունների ներկայացուցիչներ այո, այսինքն այն միջավայրը, որը ունի հստակ չափանիշներ գնահատելու երևույթը, ըստ արժանվույն գնահատում է եւ բոլորովին զարմանալի չի, որ այդ հսկայական քանակի մեջ ընտրվեց որպես լավագույնը ֆիլմը, որ պատմում էր Կիլիկյան նավի մասին։ Սա լրջագույն խնդիր է, որովհետեւ ճիշտ նշեց Հովհաննես Հակոբյանը, դրսում ավելի պատրաստված են երևույթը ընկալելու, կարևորելու եւ նշանակություն տալու, քան սեփական մեր հայրենիքում։ Այն հանգամանքը, որ նավը բաց արևի տակ կանգնած է քամիներին տրված եւ բնականաբար դա փայտ է, քայքայվում է ժամանակի ընթացքում, 20 տարի արդեն անցել է, քանի ծովերով նավարկություններից հետո եւ բազմիցս Կարենը Բալայան տարբեր կառավարությունների այսպես սեղանին դրել է փաթեթը առաջարկների ստեղծել թանգարան, որպեսզի այդ նավը, այդ պատմական արդեն դարձած նավը պահպանվի սերունդների համար։ Որովհետև մի բան, երբ որ մենք կարդում ենք, մի բան, երբ որ մենք ֆիլմ ենք դիտում, մի բան, երբ որ մշակութային արտեֆակտը շոշափելի է, այսինքն կարելի է բարձրանալ, մտնել ներս, կարելի է այս ամենը շոշափել։ Պատմությունը շատ հաճախ շոշափելով ես գիտակցում, ինչպես օրինակ Հռոմի քաղաքացիները կարիք չունեն գիրք կարդալու, նրանք իրենց քաղաքի պատմությունը շոշափում են ձեռքերով։ Այդ հանգամանքը հսկայական դաստիարակչական եւ կրթական նշանակություն ունի։ Ինձ մի բան էլ մտածելու տեղիք տվեց, երբ նայում է թե ինչպիսի բյուջեներով են այդ ֆիլմերը պատրաստվել, կային ֆիլմեր, որոնց վրա ծախսվել էր հսկայածավալ բյուջե, եւ հարցրեցի թե իսկ մենք բյուջեի խնդիր ունեցել ենք մեր հաղթող ֆիլմը պատրաստելիս, պատասխանեցին, որ ոչ, մենք բյուջեի խնդիր չենք ունեցել, որովհետեւ բյուջե չենք ունեցել։ Միգուցե մենք չենք ծախսել։ Դրա համար էլ չենք, մեր սիրտը չի ցավում, որովհետև խոսքը պետական մարմինների մասին է, ոչ թե հենց նավաստիների, հենց այդ նվիրյալների, ովքեր ամեն ինչ նվիրումով են արել։ Ամեն ինչ չափ ունի։ Այսինքն նույն բանը մենք կարող ենք վերագրել նաև նավի պատմությանը, որովհետև բյուջե չունեցող նույնը հենց այդ է ասում։ Այսինքն խնդիրը նրանում է, որ ընդհանրապես հատկապես հայկական մշակույթի մեջ նվիրյալների այսպես ծառայությունը, բառից բուն իմաստով ծառայությունը երբևիցե չի գնահատվում։ Այսինքն մենք պատրաստ ենք փոխարինել այդ նվիրումը բյուջեի բացակայության հանգամանքով եւ բացատրել երևույթը, բայց ոչ գնահատել այդ ծառայությունը, ոչ պետականորեն նշանակություն տալ այդ երևույթին։ Չէ որ նավը խորհրդանիշ է, խորհրդանիշ, որը կապում է ներկան անցյալի հետ եւ ստեղծում է հիմքեր ապագայի համար։ Եվ նման խորհրդանիշներ մատների վրա կարելի է հաշվել, որոնք որ ստեղծվել են մեր անկախության 30 քանի տարիների ընթացքում։ Այսինքն խորհրդանիշ արտեֆակտներ, երևույթներ եւ նման խորհուրդ ունեցող հանգամանքներ պատմական, որոնք միանշանակ են գնահատման։ Նորից այս մասը։ Այսինքն պատմական իրողություններ, որոնք որ միանշանակ են իրենց գնահատականի մեջ, այսինքն չունեն ենթատեքստ, միանշանակ դրական, միանշանակ կարևոր եւ միանշանակ Հայաստանը ներկայացնող աշխարհին ճիշտ կողմից, չէ որ նավը դա ամբողջական քաղաքակրթական հանգույց է, այսինքն երևույթով հետաքրվածը բացահայտում է իր համար հայկական պատմական միջնադարը, բացահայտում է մանրանկարչությունը, բացահայտում է երաժշտությունը, բացահայտում է հանդերձանքը այդ նավաստիների, կենցաղը եւ մնացածը, այսինքն աշխարհի հետ մեր ազգը խոսում է ոչ թե բիզնեսի, առևտրականի կամ վաճառականի լեզվով, այլ աշխարհի հետ մենք խոսում ենք բացառապես մշակույթի լեզվով։ Եվ Կիլիկյան նավը այն կոպիտ կհնչի, բայց այն հարմար հանգամանքն է, որը թույլ տալիս նաև խոսելու պատմական իրողությունների նշանակության մասին եւ նաև ինչու ոչ հավակնությունների։
Ցավոք մեր ժամանակը մոտեցավ ավարտին եւ մենք չհասցրեցինք զրուցել էլի շատ կարեւոր մշակութային շեշտադրումների մասին կապված Կիլիկիայի արարման եւ ճանապարհորդության մշակութային դրսեւորումների հետ։ Հարգելի ռադիոլսող եւ հետեւորդ, առաջարկում եմ մեր եթերն ավարտենք Վահան Արծրունու Այասի ինձոնված երգով։ Մնացեք խաղաղությամբ։ Սեր և կարոտ կտակ մնաց իմ հողից Թիակ զարգենք, զարգենք տղենք, զարգենք հասնենք մեր հույսին Աշխարհով մենք մոլորվեցի տուն և ոճակ չգտա Գաղթի ճամփին ընկած դարձա ուխտագնաց ուրվական Թիակ զարգենք, զարգենք տղենք, զարգենք հասնենք մեր հույսին Այաս փրկիչ վերջին ամրոց քեզ չեմ կարող ես հասնել Հույս ու հավատ ես էլ չունեմ թաքնավակն եմ մնացել Թիակ զարգենք, զարգենք տղենք, զարգենք հասնենք մեր հույսին Նավահանգիստ մանրալիկ ծովորորով նամպիտակ Ինչ մարիկ, ինչ փոթորիկ, ինչ այաս այ երկրում Թիակ զարգենք, զարգենք տղենք, զարգենք հասնենք մեր հույսին Թիակ զարգենք, զարգենք տղենք, զարգենք